խաղաղ կլինեն։ Գնացինք առաջ, հաջորդ օրը Լուսինը ջրհոսի կենդանակերպում, ամենաբարենպաստ օրերից մեկը մայիսի 8-ն է այդ օրը, ջրհոսը դա համացանցն է, դա նորագույն տեխնոլոգիաներն են, կարող եք կենցաղային իրեր գնել, ինչպես նախորդ այն 2 դրական օրերին, նաև այսօր ամսի 8-ին կենցաղային իրեր, դրանք կարող են լինել նաև հեռախոսներ, տարատեսակ այն գործիքները, որոնց միջոցով մենք կարողանում ենք կապվել համացանցի հետ, կարող եք հաճախել աստրոլոգի, աստղաբանի մոտ խորհուրդներ ստանալ նրանից, նրանք ովքեր բիզնես գործունեություն են ծավալում, կարող են իրենց գովազդները տեղադրել, մեծ այդ դաշտ կարող է ձևավորվել, տեսնում եք այստեղ ընկերների հետ, համախոհների հետ հանդիպելու, այնպիսի գործեր պետք է սկսեք, այնպիսի ծրագրեր, որոնք գիտեք մեծ մասշտաբներով կարող են ուղղակի մարդկանց հոսքը ապահովել դեպի ձեր կյանք, դեպի ձեր բիզնես։ Հաջորդ կարևոր օրը մենք տեսնում ենք, այն դրական է, այստեղ դրական է օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար, օդի ազդեցության տակ ծնվածներից երկվորյակները արդեն ասել եմ կարող են սիրահարվել, Վեներան երկվորյակի կենդանակերպում համացանցի միջոցով կարող եք ծանոթանալ սիրելի ջրհոսներ, երկվորյակներ եւ կշեռքներ, գովազդների համար է բարենպաստ, խոսակցությունների համար է բարենպաստ հաճոյանալու Վեներան երկվորյակում, բայց բարդ դիրքեր կան ֆինանսների դաշտում, դա նշանակում է, որ համացանցային գնումները կարող են ձեզ դուր չգալ, ուշադիր եղեք սիրելի ցուլեր, ջրհոսներ, կարիճներ եւ առյուծներ ուշադիր եղեք նաև ձեզ չթալանեն, ձեր եւս մեկ անգամ ասում, ձեր գաղտնաբառը, ձեր օգտանունը մի տվեք ոչ մեկի։ Եթե կասկածելի ինչ-որ բան եք նկատում, անմիջապես գնացեք բանկ, զանգահարեք կամ գնացեք։ Այստեղ բարդ է լինելու ցուլերի, ջրհոսների եւ կարիճ առյուծների համար։ Փողի մասին խոսակցություններ, ֆինանսի մասին խոսակցություններ կարող են ուղղակի կոնֆլիկտային ավարտ ունենալ հաջորդ օրը, իսկ դա հաջորդ օրը դա ամսի 10-ն է, Լուսինը ջրհոսում կրկին դրական դիրքեր եմ տեսնում, դեռ նվազում է Վեներայի հետ այս գեղեցիկ տրիգոնը, սեր, ուրախություն, նվերներ, քաղցր խոսքեր, ժամադրություն, ծանոթություն, այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց անսպասելի ինչ-որ իրավիճակները կարող են ձեզ հունից հանել, հնարավոր է սխալ տեղեկատվություն ստանաք, այդ տեղեկատվությունը կարող է ձեզ շոկի ենթարկել եւ հաջորդ օրն էլ է բարդ, ճիշտ է, ես ձեզ ասում 10-ին դրական դիրքեր էլ կան, բայց ուշադիր եք լինում անսպասելի իրադարձությունից։